Այսօրվա իմ պատգամս վերնագրել եմ այսպես. զարմանալի հանդիպում։ Սուրբ Գիրքը կարդալով մենք տեսնում ենք, թե մարդը իր արարչի հետ ինչ զարմանալի հանդիպումներ է ունեցել։ Օրինակ, Մովսեսը վառվող մորենու մեջ, մորենին վառվում էր եւ չէր հանգում, եւ Աստված խոսեց Մովսեսի հետ. ոտերիդ կոշիկները հանիր, որտեվ քո կանգնած տեղը սուրբ է։ Եղիան քարանձավի մեջ եւ փոթորիկ երկրաշարժից հետո մեղմ զեփյուրի մեջ խոսեց Աստված Եղիայի հետ, ասելով ինչ է շփոթվել, ինչ է զվախեցել։ Ես գիտեմ քեզ, ճանաչում եմ քեզ ու ես քո հետ եմ։ Հիշում ենք Պողոսի հանդիպումը Դամասկոսում, երբ որ գնում էր մատնելու քրիստոնյաներին ու Դամասկոսում հանկարծ մեծ լույս տեսավ եւ ձայն լսեց. Պողոս, Պողոս, Սավուղ, Սավուղ, ինչու ես ինձ հալածում։ Ով ես դու Տեր։ Ես այն Հիսուսն եմ, որին դու հալածում ես։ Զարմանալի հանդիպումներից մեկն էլ Զաքեոսի հանդիպումն էր, երբ որ Զաքեոսը կարճահասակ բարձրացավ ծառը, որպեսզի տեսնի Հիսուսին։ Եվ Հիսուսը կանգնեց ու ասեց. Զաքե, այսօր ես քո տանը հյուր եմ լինելու, իջի այդ ծառից։ Աստված մարմնացավ, մարմին ստացավ, եկավ այս երկիր, որպեսզի շատ-շատերը կարողանան հանդիպել, լսել այն եւ տեսնել այն, ինչ որ Աստված անում է։ Միգուցե իմ ու քո կյանքի մեջ էլ զարմանալի հանդիպումներ են տեղի ունեցել Հիսուսի Քրիստոսի հետ։ Միգուցե դու առաջի անգամ ես այսօր, կան մարդիկ, որոնք առաջի անգամ են, խնդրում ձեռք բարձրացրեք, ովքեր առաջի անգամ են։ Եկեք ողջունենք։ Աստված օրհնի ձեզ, որ առաջի անգամ եկել եք։ Միգուցե քո կյանքի մեջ էլ զարմանալի հանդիպում տեղի կունենա Աստծո հետ։ Եվ ասեմ ձեզ, ամեն հանդիպում Աստծո եւ մարդու մեջ, մարդու կյանքի մեջ բան է փոխում։ Մարդը սկսում է ճանաչել, մարդը սկսում է իր իրական ճանապարհը այս երկրի վրա, երբ որ մարդը հանդիպում է Աստծուն։ Եվ այսօր ես մի զարմանալի հանդիպման մասին պիտի քարոզեմ, որը գրված է Մարկոս ավետարան 2-րդ գլխի մեջ։ Եկեք միասին բացենք Մարկոս ավետարան 2-րդ գլուխը եւ առաջի խոսքից 12 խոսք իրար հետ կարդանք։ Եվ դարձյալ մտավ Կափառնայում մի քանի օրից հետո։ Եվ լսվեցավ, թե տանն է եւ շուտով շատ մարդիկ ժողվեցան, միջև որ տեղ չկար, եւ ոչ էլ դռան մոտ, եւ նա խոսում էր նրանց Աստծո խոսքը։ Եվ գալիս էին նրա մոտ եւ մի անդամալույց էին բերում 4 մարդով վեր առած, եւ երբ որ չկարողացան մոտենալ նրան ամբոխի պատճառով, այն տանծածկը քանդեցին, ուր էր Հիսուսը, եւ ցակ բանալով իջեցրին մահիճը, որի վրա պառկած էր անդամալույցը։ Հիսուսն էլ նրանց հավատքը տեսնելով ասաց անդամալույցին, որ ցակ թողված են քո մեղքերը։ Եվ դպիրներից ոմանք այնտեղ նստած էին եւ իրենց սրտերում միտք էին անում. ինչու համար սա այսպիսի հայոյություններ է խոսում, ով կարող է մեղք թողել, եթե ոչ մեկ Աստված։ Եվ Հիսուսը իր հոգիի մեջ շուտով գիտած, թե իրենց սրտում այսպես են միտք անում եւ ասեց նրանց. ինչու եք ձեր սրտերում այս բաները մտածում, որն է հեշտ, անդամալույցին ասել թողված են քեզ քո մեղքերը, կամ ասել վեր կաց քո մահիճը առ եւ ման եկ։ Բայց որ իմանաք, թե որդին մարդու իշխանությունն ունի երկրի վրա մեղքեր թողելու, անդամալույցին ասեց. ասում եմ քեզ, վեր կաց քո մահիճը առ եւ գնա քո տունը։ Եվ նա շուտով վեր կացավ, մահիճը առավ եւ ամենի առաջին դուրս գնաց, միջև որ ամենքը զարմանում էին եւ ասում. փառավորում Աստծուն, ասելով, թե երբեք այսպիսի բան չենք տեսել։ Այո, բոլոր ժողովուրդը ասում էին, սա զարմանալի էր, երբևիցե այսպիսի բան չենք տեսել։ Այս խոսքերից մենք տեսնում ենք, որ Քրիստոսը նորից Կափառնայում քաղաքում էր։ Նա նորից քարոզում եւ բժշկում էր։ Այս քաղաքի բնակիչները ունեին մեծ արտոնություն լսելու Հիսուսին եւ ընդունելու։ Պաղեստինում ոչ մի քաղաք այդքան շատ չէր այցելել Քրիստոսը, ինչպես Կափառնայումը։ Հիսուսը ապրում էր այդ քաղաքում։ Դուք գիտեք, որ Կափառնայում քաղաքը համարվել է Հիսուսի երկրորդ քաղաքը։ Ինձանից չեմ ասում, դա գրված է Մատթեոսի ավետարան 4-րդ գլուխ 13 խոսքի մեջ, տեսեք ինչ է ասում։ Եվ Նազարեթը թողած եկավ
բնակվեց Ծովեզերիա Կափառնայումում, Զաբուղովնի եւ Նեթաղիմի սահմաններում, որ կատարվի Եսայի մարգարեի ձեռով ասվածը, որ ասում է. Զաբուղոնի երկիրը եւ Նեփթաղիմի երկիրը, ծովի ճանապարհը, Հորդանանային կողմը, հեթանոսած Գալիլեան։ Եկավ բնակվեց Կափառնայում քաղաքում։ Այստեղ Հիսուսը շատ մեծ քարոզներ, շատ հիանալի քարոզներ, շատ մեծ հզոր ուսուցումներ եւ այնպիսի հրաշքներ արեց Կափառնայումում, որ ոչ մի քաղաքում այդպիսի մեծ հրաշքներ չէր արել։ Ուզում եմ ձեզ հիշեցնել։ Այստեղ է որ նա ասաց. առողջները բժշկի կարիք չունեն, այլ հիվանդները։ Ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին ապաշխարության։ Այստեղ էր որ նա ասեց. ոչ մեկը նոր լաթից կարկատան չի գցի հին հանդերձի վրա, որովհետև նրա լրությունը կառնե հանդերձից եւ պատրվածքն էլ ավելի չար կլինի։ Դու գիտեք Կափառնայումում ինչ հրաշքներ արեց Հիսուսը։ Կափառնայումում էր որ հայրապետի ծառան բժշկվեց։ Հիշում եք, երբ որ ասեց արի գնանք բժշկելու, հայրապետն ասեց չէ, միայն խոսք ասա եւ իմ ծառան կբժշկվի։ Պետրոսի զոնքաճի տենդը թողեց Կափառնայում քաղաքում։ Հայրոսի աղջկա հարությունը, տերատես կնոջ բժշկությունը, երկու կույրերի բժշկությունը, խուլ ու համր դիվարի ազատագրումը եւ մեծ հրաշքներից մեկը ձկան փորից սատերի հանելը։ Հիշում եք, Պետրոսին ասեց գնա կարթով միաձուկ կբռնես, փորը կբացես եւ այնտեղ կգտնես մի սատեր, մի դրամ եւ տար դու իմ ու քո տեղը երկդրամյանի վճարը։ Սա մեծ հրաշք էր ձկնորսի մանավանդ ձկնորսի համար։ Գիտեք այս հրաշքները նա կատարեց Կափառնայումում, բայց այդպես էլ այդ քաղաքի բնակիչները իրենց սրտով չընդունեցին Հիսուսին։ Դու գիտեք որ Մատթեոս ավետարանիչն էր Կափառնայում քաղաքից։ Եվ դրա համար էլ իր ավետարանում ինքը շատ է շեշտում, շատ է նկարագրում։ Եվ նաև գիտեք անվանումը Կափառնայում քաղաքը անվանում է Հիսուսի քաղաք։ Դա գրված է Մատթեոս 9-րդ գլխում։ Եվ նա նավը մտնելով անցավ այն կողմը եկավ իր քաղաքը։ Եվ եկավ իր քաղաքը։ Այդքան շատ է Հիսուսը սիրել եւ մեծ հրաշքներ ու գործեր արել Կափառնայում քաղաքում։ Շատ մեծ հոս կար, այնքան էին գալիս, որ տեղ չէր լինում։ Այո, նրանք հիանում էին Հիսուսի գործերով, բայց դարձի չէին գալիս։ Լսում էին եւ հետո գնում էին ամեն մեկն իրանց գործերին։ Նրանք ապրում էին արդարության արեգակի լույսի ներքո, բայց իրենց սրտերը գտնվում էին խավարում։ Ինչից գիտենք, որ այս քաղաքի ժողովուրդը Հիսուսին չընդունեց։ Երկու տեղ եմ ուզում կարդալ։ Հենց նույն 4-րդ գլխի շարունակությունն եմ ուզում կարդալ. ժողովուրդ, որ խավարի մեջ նստած էր, մեծ լույս տեսավ։ Եվ նրանք, որ մահի երկրում եւ ստվերում նստած էին, լույս ծակեց նրանց։ Այն ժամանակ Հիսուսը սկսեց քարոզել եւ ասել. ապաշխարեցեք, որտեղ մոտեցել է երկնքի թագավորությունը։ Հիսուսը քարոզում էր այդ ժողովրդին, այդ քաղաքի ու ասում էր. դարձի եկեք ձեր չարություններից, դարձի եկեք ձեր բաղձանքներից, դարձի եկեք ձեր ցանկություններից, ձեր չար ճանապարհներից, դարձի եկեք, որովհետև մոտեցել է երկնքի թագավորությունը։ Ով կարող է ասել այստեղից դուրս գա ինչ կլինի նրան։ Մոտեցել է երկնքի թագավորությունը։ Բայց այդքան մեծ քարոզներից, այդքան հիանալի քարոզներից, այդքան մեծ ուսուցումներից հետո մարդկանց ներսը այդպես էլ մնում էր խավար, որովհետև նրանց գալու պատճառը, Հիսուսին տեսնելու պատճառը, դրդապատճառը ուրիշ բան էր։ Այսօր էլ շատերը գալիս են եկեղեցի, լսում են Աստծո խոսքը։ Այսօր էլ այստեղից մեծ պատգամները հնչում, մեծ ուսուցումները հնչում, երկնային շատ մեծ հայտնություններ է խոսվում։ Ինչի համար շատ անգամներ այստեղից դուրս գնալով, այդպես էլ տրտմած, այդպես էլ անհույս մնում ենք։
որովհետև թույլ չենք տալիս այդ պատգամը հասնի մեր սրտին։ Ես Աստծո խոսքից սովորել եմ, որ խոսքը ինքը լույս է, խոսքը ինքը զորություն է, խոսքը ինքը ապառաժներ կոտրող մուրջ է։ Եթե ես թույլ տամ այդ խոսքերը մտնեն իմ ներսը, նրանք սկսեն քանդել, փոխել, փրկել, լուսավորել, ջերմացնել, հույսով լցնել։ Այս մարդիկ գնում էին, որպես շոու էին գնում, հասկանում եք։ Գնում էին նոր բան տեսնելու։ Այս մարդիկ հավաքվել էին Հիսուսին նոր բան լսելու։ Ես օրել տեսակ ինչ լավ հրաշք տեղի ունեցավ, տեսակ են կույրերի աչքերը ոնց բացվեցին, ուրախանում են, հիանում են այդ հրաշքներով ու գնում էին իրանց տունը։ Այդ հրաշքները, այսօր շատերն ասում են, վայ որ հրաշք տենանք հավատան մարդիկ, այդպես չի սիրելիներ, հրաշքները չի հավատք ծնում մարդու ներսը։ Միլիոնավոր մարդ հրաշքներ էլ տեսնի, Հիսուսի խոսքը կենթանի է, որ ասում է, եթե մեռելներից մեկն էլ հարություն առնի, չեն հավատա։ Գիտեք ինչու, որովհետև Աստծո խոսքն է ծնում հավատք, ոչ թե հրաշքները։ Այ որ հրաշքներ լինի, մարդիկ շատերը կհավատան, ոչ, այդպես չի։ Կափառնայումի դեպքից մենք սովորում ենք, որ այդպես չի։ Այսպիսի հրաշքներ չէին եղած, որ տեսել էին այս մարդիկ, բայց այսպես էլ խավարի մեջ մնացին այս մարդիկ եւ չփոխվեցին եւ դարձի չեկան։ Հիմա կասեք, որտեղից գիտես։ Աստծո խոսքից։ Մի քանի նկարներ առանձնացրել եմ Կափառնայում քաղաքի ներկա եւ անցյալ, չգիտեմ, պեղումներից։ Սա ներկա Կափառնայում քաղաքն է, ուղղափառ եկեղեցին է, խնդրեմ մյուսը։ Տեսեք ծովեզերյա ինչ հրաշալի մի տեղ է գտնվում Կափառնայումը։ Խնդրեմ։ Սա պեղումներից 5 քաղաքն է, որ մնացել է Կափառնայումի, մյուսը։ Սա սինագոգն է, որտեղ հավաքվել են Աստծո մասին խոսացել են Կափառնայում եւ շատ հնարավոր է նաեւ այստեղ Հիսուս Քրիստոս քարոզել է Աստծո խոսքի ճշմարտությունները, մյուսը։ Տեսնում եք այս շինությունը, երբ որ մենք այնտեղ էինք Կափառնայում, մենք ասեցին, որ այս շինությունը կառուցել են այն տան վրա, որի դեպքերին այսօր մենք իրար հետ միասին նայում ենք։ Այն բժշկությունը, որ անդամալույցի հետ տեղի ունեցավ, ասում են, որ այս կառույցը կառուցել են հենց այն տան վրա։ Մյուս նկարներ խնդրեմ։ Վերևից մենք կտեսնենք, որ այս մեծ կառույցը կառուցել են այդ տան վրա, երբ որ մոտենում ես, դու տեսնում ես այդ տունը այդ կառույցի տակ։ Սա այդ պեղումներն է։ Խնդրեմ, այսի նոր նկարը Սպուտնիկով դուք ուշադրություն դարձրեք Կափառնայումի տարածքը եւ տեսեք թվագրված է մի քանի կառույց, մոտ 4 կառույց։ Սա տեսեք, հետո ես կասեմ ինչի համար եմ սա առանձնացրել։ Խնդրեմ մյուսը։ Սա Քորազինն է, Քորազին քաղաքն է, մյուսը։ Տեսեք ավերակներն, այդ փլատակներն է Քորազինի, խնդրեմ։ Հաջորդը, ուշադրություն դարձրեք քարտեզով Քորազինը եւ դուք կտեսնեք, որ կողքը Ամայի է, մյուս տեղերը լավ բնակեցված են, Ամոնը, բայց Քորազինը Ամայի է։ Խնդրեմ մյուս քաղաքը։ Սա Բեցայիդան է, ավերակներն են Բեցայիդայի, որը պեղումներ են արել։ Խնդրեմ։ Տեսեք նորից շատ գեղեցիկ մի դաշտավայրում է գտնվում Բեցայիդան։ Սա այն կուրքն է, որը Բեցայիդայում պաշտում էին, այն ցուլն է, որը պաշտում էին օտար աստվածների եւ տեսեք սա նույն Բեցայիդան է, հին Բեցայիդա քաղաքն է, որ մնացել է այդ ավերակներից։ Հիմա եկեք միասին կարդանք Մատթեոսի ավետարան 11-րդ գլուխ 20 խոսքից։ Այն ժամանակ նա սկսեց նախատել այն քաղաքներին, որոնցում եղան նրա հրաշքներից շատերը, որ չապաշխարեցին։ Վայ քեզ Քորազին, վայ քեզ Բեցայիդա, որովհետև եթե Տիվրոսի եւ Սիդոնի մեջ եղած լինեին այն հրաշքները, որ ձեր մեջ եղան, շատով, քրձով ու մոխրով ապաշխարել էին։ Բայց ասում եմ ձեզ, Տիվրոսին եւ Սիդոնին ավելի հեշտ կլինի դատաստանի օրում, քան թե ձեզ։ Եվ դու Կափառնայում, որ միջև երկինքը բարձացած ես, միջև դժոխք կցածանաս,
որովհետև եթե Սոդոմի մեջ եղած լինեին այն հրաշքները, որ քեզանում եղան, միջև այսօր դեռ կմնային։ Բայց ասում եմ ձեզ, որ Սոդոմացիների երկրի համար ավելի հեշտ կլինի դատաստանի օրում, քան թե քեզ։ Ինչի համար ցույց տվեցի այս սպուտնիկովը տեղերը նկարած։ Որովհետև Հիսուսի խոսքը հավիտյանս հավիտենից կենթանի ու ճշմարիտ է։ Հիսուսը այն ժամանակ վայ է ասել այս քաղաքներին եւ պատկերացնում եք 2000 տարի անցել է եւ այս քաղաքները այդպես էլ չեն կառուցվել։ Որ նայում ես ծովափնյա լավ քաղաք, պետք է լինեին հյուրանոցներ, շքեղ, չէ, առանձնատներ, բայց այդպես էլ մնացել են այս քաղաքները, որովհետև ժամանակին այս քաղաքների մեջի բնակիչները, տեսնելով այդ մեծ հրաշքները, այդպես էլ իրանց անզեղ սրտով չապաշխարեցին, դարձի չեկան Աստծո ճանապարհներով քայլելու։ Ոչ ոքի սիրտը այդքան չի կարծրանում, ինչքան այն մարդկանց սրտերը, որոնք լսում են ավետարանի քարոզությունը, բայց շարունակում են մնալ իրենց մեղքերի մեջ։ Ուզում եմ մի հատ էլ կարդալ այս նախադասությունը։ Ոչ ոքի սիրտը այդքան չի կարծրանում, ինչքան այն մարդկանց սրտերը, որոնք լսում են ավետարանի քարոզությունը, բայց շարունակում են մնալ իրանց մեղքերի մեջ։ Այսօր մենք լսում ենք ավետարանի քարոզությունը։ Եվ եթե մենք այսօր չընդունենք այդ քարոզությունը, եթե մենք տեղ չտանք այդ քարոզությանը մեր կյանքի մեջ, խոսքը չընդունենք ու չհավատանք խոսքին, ապա մեր սրտերը կկարծրանա, կքարանա, եւ այն վայերը, որ ասվեցին, այն ժողովուրդների համար, որ այն ժամանակ այդ վայերը նաեւ կվերաբերվեն ինձ եւ քեզ, եթե չապաշխարենք։ Երանելի այն մարդը, որ այսօր լսում է Բարձրյալի խոսքերը, զղջում եւ որոշում թողել իր վատ կյանքը, ապրելով Աստծո պատվերներով։ Կափառնայում քաղաքում կային շատ հիվանդ եւ անդամալույցեր, թուլացած, անհույս, գանված իրենց անկողիններում։ Մարկոսը նկարագրում է մի այդպիսի աշմանդամ մարդու, որ այս կյանքում էլ ոչ մի հույս չուներ, ոչ մի սպասելիք, որ մի օր լավ կլինի։ Իրեք իրականում սա այսպես է, երբ որ հիվանդությունը մի փոքր ձգվում է, մանավանդ անդամալույցերի կյանքում, կորում ամեն հույսը, կորում ամեն սպասելիքը, կորում ամեն բան, որ լավ կլինի։ Հույս չուներ, բայց ուներ ընկերներ։ Օրհնյալ լինեն այն մարդիկ, ովքեր ունեն ընկերներ, ովքեր ունեն բարեկամներ, ովքեր ունեն եղբայր քույրեր, օրհնյալ լինեն այդ մարդիկ։ Աստծո խոսքից մի քանի տեղ ուզում եմ կարդալ ձեզ։ Ոչ ովի ոչինչ պարտական չմնաք, բացի իրար սիրելուց, որովհետև ընկերին սիրողը օրենքը կատարել է։ Ուզում ես օրենքը կատարած լինես, Աստծո խոսքն ասում է. սիրիր քո ընկերոջը։ Ոչ ով միայն իր անձի օգուտը չորոնե, այլ ամեն մեկը իր ընկերինն էլ։ Այո, Ալեկ եղբայրս խոսում էր սրա մասին, որ մենք փոքրուց, մանկուց աշխարհը մեզի սխալ դասիրակել մենակ մեր համար, մենակ մեր մասին մտածելու։ Բայց Աստված մեզ ասում է՝ միայն քո մասին չմտածես, որովհետև դա իր բնությունը չի Աստծո, միայն իր մասին մտածելը։ Եթե դա իր բնությունը լիներ, մենք բոլորս կորսված կլինեինք սերներ։ Նա մեր մասին մտածեց, դրա համար էլ ուղարկեց իր որդին մեր մեղքերի փրկության համար։ Հաջորդ համարը Առակաց 14:21-ում գրված, իր ընկերին անարգողը մեղանչում է, բայց ով որ աղքատներին ողորմի, երանի նրան։ Այս անդամալուց անհուս մարդը ուներ 4 ընկերներ, որոնք չհանձնվեցին, որոնք ցանկացան իրանց ընկերոջը տանել ու հասցնել Հիսուսի մոտ։ Որովհետև այս քաղաքի մեջ գտնված բոլոր մարդիկ գիտեին, որ Հիսուսը հրաշագործ է։ Այս քաղաքում այնպես էր տարածվել այդ լուրը, որովհետև այսպիսի հրաշքներից հետո աննարին է, որ
մի տուն հանկարծ չիմանար սրա մասին։ Բոլորը գիտեին։ Եվ այս ընկերները իրանց ընկերոջը տարան։ Դու գիտեք, որ ընկերոջը տանելով Հիսուսի մոտ այս մարդկանց համար մեծ գին էր արժենալու։ Մենք գիտենք, որ այդ ժամանակ տանիքը քանդելը, հետո կառուցելը գին արժեր, այսօր էլ գին արժի։ Բայց այս մարդիկ համաձայնվեցին այդ նեղությունը կրելու, որովհետև սիրում էին իրանց ընկերոջը։ Շատ անգամներ էլ, երբ որ մեկին ասում ես, արի գնանք Աստծո տուն, մտածում է, ինչ շահ ունի, որ ինձ ուզում է տանի Աստծո տուն։ Որն է այս մարդու շահը։ Միտեղ այտենց քարոզում եմ եկել ասին, որն է քո շահը, որ դու եկել ես sense լավ ճարտար խոսում ես։ Ու երբ որ ես խոսքը կարդում էի, մտածում էի, որն էր այս ընկերների շահը։ Որ իրանք պիտի առաստաղը քանդեին, չէ՞ տանիքը քանդեին, որն էր այդ մարդկանց շահը։ Այդ մարդկանց ամենամեծ շահը իրանց ընկերոջը առողջ տեսնելն էր։ Նրանք ուզում էին, որ իրանց ընկերը, որ ժամանակին իրանց հետ լավ է, բարի է, իրար ընկեր են եղել, ուզում էին, որ նորից իրանց հետ լինի առողջացած։ Այո, մեր շահասիրելիներ մեկին դժոխքից ազատելն է։ Եվ շատ անգամներ դու գնում ես մեկին ասելու արի Հիսուսին, դարձի Հիսուսին, կանչի Հիսուսին, եւ այդ մարդը չի ընդունում քո ասածը։ Մտածում է, որ ինչ-որ մի բան այն չի, որ դու այդքան շատ ես ասում։ Էլ չի մտածում այս մարդը, որ դու նրան սիրում ես, դրա համար ես ուզում, որ դժոխքից ազատվի։ Նրան կամենում ես բերել Քրիստոսի առաջ, շատ անգամ էլ ստիպելով, շատերն ասում են մի ստիպի մեզ, մի ստիպի գանք Աստծուն։ Հնարավոր է կարող ես անդամալուց ընկերն էլ ասեր, դե մի ստիպեք ինձ, բայց այս ընկերները չլսեցին իրան, որովհետև ուզում էին տեսնել իրանց ընկերոջը առողջ։ Այո, երբ որ դու ազատվել ես կրակից, երբ որ դու ազատվել ես դժոխքից, դու չես կամենում, որ մեկը այնտեղ գնա, մեկը այնտեղ մնա։ Դու որ շենքից, վառվող շենքից ազատվել ես, չես կամենում կանգնել ուղակի նայել, թե ինչպես են վառվում շենքում քո հարազատները, քո բարեկամները, քո հարևանները։ Դու նորից նետվում ես այս շենքի մեջ, չմտածելով ինչերի կարող ես դու այնտեղ հանդիպել, հնարավոր է նաև քո կյանքը տաս այնտեղ քո բարեկամին ազատելու համար։ Այո, առաջի դարում առաքյալները շատ աստծոծառաներ իրանց կյանքը տվեցին հազարավորներին այդ կրակից փրկելու։ Նրանք նահատակվեցին, որպեսզի հազարներն ապրեն։ Այսօր էլ ավետարանից մեզ կոչ կա. սիրում ես քո ընկերոջը, սիրում ես քո բարեկամին, սիրում ես քո մտերիմին, ասա նրան, կանչի նրան, աղոթի նրա համար, բռնի նրա ձեռից բեր Տիրոջ առաջ։ Բեր ոչ թե եկեղեցի, բեր ոչ թե հովիվի մոտ, բեր Տիրոջ առաջ։ Սա շատ կարևոր է սերներ մեր քարոզության մեջ։ Երբ որ մենք վկայում են մարդկանց աստ բերենք Տիրոջ մոտ, որտեվ այս ընկերները բերեցին այս անդամալուծին Տիրոջ մոտ։ Նրանք առաստաղից իջացրեցին Տիրոջ մոտ։ Այդ քաղաքում էր գտնվում երբևիցե եղած մարմնի եւ հոգու բժիշկը։ Հիսուսը ոչ միայն մարմնի բժիշկն էր, այլ նաև հոգու։ Գիտեք, Հովհաննեսը նկարագրում է մի ուրիշ անդամալույցի, որը 38 տարվա անդամալույց էր, եւ երբ որ Հիսուսը մոտենում է, այդ անդամալույցը մի արտահայտություն է անում, ասում է ես մեկը չունեմ, որ ինձ երբ որ ջուրը շարժվում է, ինձ գցի այդ ջրի մեջ։ Եվ այստեղ տեսնում ենք մի ուրիշ անդամալույցի, որը ուներ 4 ընկեր, որոնք նրան օգնեցին, որ հասնի Հիսուսի մոտ։ Արդյոք ունենք մենք մարդիկ եւ արդյոք ունեն մեզ մարդիկ։ Սա շատ կարևոր է։ Ընկերին, ով որ սիրում է, նա երբեք վատություն չի անի եւ երբեք չի անարգի եւ անարգելով էլ չի մեղանչի Աստծո առջև։
Պատրաստ ես գին վճարելու, մեկին բերելու Աստծո համար։ Պատրաստ ես գիշերներ չքնելու, աղոթելու նրա համար։ Պատրաստ ես տանելու ամեն դժվարությունները, ինչա որ այդ քո ընկերը, քո մարդը, քո բարեկամը, քո հարազատը, քո ամուսինը փրկություն ունենա։ Թե ասում ես արդեն հոգնել եմ, արդեն զզվել եմ։ Ինչ ուզում ա թող լինի իրան։ Չթուլանաս սիրելի Աստծո մարդ։ Ճանապարհը շատ դժվար էր եւ շատ ծանր էր այդ մարդուն բերելը Տիրոջ մոտ։ Շատ ծանր է բարձրացնել տանիք այդ մարդուն։ Շատ դժվար է այսօրվա տանիքները չի երկաթից կամ մետաղից, որ արագ քանդեն, հավաքեն ու իջացնեն։ Գիտեք քանի շերտերը, երբ որ մենք այնտեղ ենք բացատրում էին, տանիքը քանի շերտից էր բաղկացած, էլ հող, էլ ավազ, էլ հետո վերջում էլ այդ կավից սարքած բաները, որ դրվում էր նրա վրա։ Պատկերացեք, այդքանը քանդելը հեշտ չէր, բայց նրանք ամեն ինչ արհամարեցին, ամեն գնին պատրաստ էին վճարելու, միայն իր բարեկամը ունենար առողջություն։ Տերը բոլորիս տա այդպիսի զորություն, որ մենք կարողանանք կանգնել միջև վերջ մեր կողակիցների համար, մեր երեխաների համար, որ տեսնենք նրանց առողջացած, տեսնենք հոգևորապես առողջացած։ Ինչ որ մեկը մեր կյանքում առաջնորդես մեզ Հիսուսի մոտ, համոզելով, ստիպելով, որ մենք առողջանանք, դա այդպես է թե չէ։ Կարող ենք օրհնել այդ մարդկանց, ասենք օրհնյալ լինեն են մարդիկ, ովքեր մեզ առաջնորդեցին Հիսուսի մոտ։ Այդ ժամանակ ես հոգևորապես անդամալուց էի, մեռած էի իմ մեղքերի մեջ, թուլացած, անհույս, հավատքից ընկած, Աստծուն չճանաչող, հոգևոր կյանքից հեռացած մեկն էի, բայց նա ինձ առաջնորդեց դեպի Հիսուսի մոտ, եւ երբ որ ես հանդիպեցի Հիսուսին, իմ կյանքս փոխվեց։ Օրհնյալ լինեն այդ մարդիկ։ Փառք Տիրոջը։ Հիմա կասես ես առողջ եմ։ Թույլ հարց տամ, դու ունես Հիսուսի կարիքը։ Եթե դու ունես Հիսուսի կարիքը, ուրեմն դու հիվանդ ես։ Որովհետև Աստծո խոսքն ասում է, հիվանդներն ունեն բժշկի կարիքը։ Ու գիտեք, այնպես չի, ինչպես եղբայրս էր ասում, այնպես չի։ Մի անգամ ապաշխարեցի, մաքրվեցի ու վերջ, էլ ես բժշկի կարիքը չունեմ։ Մենք ամեն օր ունենք մեր հոգու բժշկի կարիքը։ Մենք ամեն օր ունենք Հիսուսի կարիքը։ Մենք ամեն օր ունենք Փառք Տիրոջը։ Դու երևի մտածում ես, ես ճանաչում եմ Աստծուն, շատ լավ գիտեմ իր մասին, որտեղ իր խոսքը կարդացել եմ, շատ սեփական պատկերացումներ ունես Աստծու մասին։ Աստծուն ճանաչելը սկսվում է նրա հետ հանդիպումից։ Եթե դու նրա հետ չես հանդիպել, ուրեմն ասեմ քեզ, դու դեռ չես ճանաչում նրան։ Կա մեկը, որ դեռ չի հանդիպել Աստծուն։ Ոչ թե չի եկել եկեղեցի, սա ուրիշ բան է։ Չի հանդիպել Աստծուն։ Մենք վերջում կաղոթենք իրար հետ։ Որովհետև նա ով որ իր կյանքի մեջ հանդիպել է Աստծուն, արմատապես այդ մարդու կյանքի մեջ պիտի փոփոխություն լինի։ Չի կարող Աստծուն հանդիպած մարդու կյանքի մեջ փոփոխություն չլինի։ Եվ այստեղից է սկսում ճանաչողությունը սերներ։ Հիշում եք այն սամարացի կինը, որ գնաց Սամարիա ու սկսեց ավետարանել մարդկանց, բոլորը հավատացին, հետո որ նրանց բերեց առաջնորդեց Հիսուսի մոտ։ Նրանք երբ որ Հիսուսի հետ սկսեցին խոսալ, զրուցել, ասեցին այլևս էլ քո ասացի համար չէ, որ մենք հավատում ենք Հիսուսին, որովհետև մեր աչքերը տեսան, մենք հանդիպեցինք։ Այո, Աստված ուզում է ամեն մեկս, որպեսզի այսպիսի հանդիպում ունենա նրա հետ։ Մենք Աստծուց մի բան ենք խնդրում, որ դրա հետևանքների մասին չենք մտածում։ Բայց Աստված հետևանքը նայելով շատ անգամներ չի պատասխանում։ Այս մարդուն պետք էր, որ նա վեր կենար եւ իր ոտքերով գնար տուն։ Բայց Հիսուսը
շեշտը դրեց ավելի կարևոր բանի վրա, որ այսօր մեզ համարել է ուղերձ։ Լավ, բժշկվեցինք, 100 տարի ավել ապրեցինք, հետո որ գնանք անվերջանալի տառապանքի, տանջանքի մեջ, ում էր պետք այդ բժշկությունը, որովհետև շատ ժողովուրդներ վայի արժանացան և այդպես էլ չցանկացան Աստծուն ունենալ իրանց սրտերի մեջ, դրա համար էլ դատապարտվեցին։ Մեծ է դատապարտությունը նրանով, որ մարդիկ գիտեն ճանապարհը ազատ լինելու մեղքից, բայց ընտրում են մեղավոր կյանքը։ Գիտեն լույսի տեղը, բայց մնում են խավարում։ Գիտենք մենք այսօր լույսի տեղը։ Գիտենք մենք այսօր մեղքից ազատ լինելու ճանապարհը։ Գիտենք թե ոչ։ Եթե գիտենք, ուրեմն պիտի ապրենք այդ լույսի մեջ։ Երբ որ անդամալությունի չասրեցին Հիսուսի առջև, Հիսուսը չասեց, վեր կաց ու գնա տունդ։ Հիսուսը մի ուրիշ բան ասեց։ Հիսուսն ասեց, թողված են քո մեղքերը։ Այն շեշտադրությունն էր կարևոր, որ Հիսուս Քրիստոսը դրեց, թողված են քո մեղքերը։ Ուզում եմ հարց տալ, սիրելի Աստծո ժողովուրդ, թողված են մեր մեղքերը մեզ։ Արդյոք ես համոզված եմ, որ իմ մեղքերը ներված ու թողված են։ Ես հավատում եմ, որ հոգևոր կյանքը սկսում է այստեղից։ Երբ որ մարդը հանդիպելով Քրիստոսին ստանում է իր մեղքերի թողությունը։ Նա չէ գովելի, ուզում եմ կարդալ Խրատի թանգարանից, եկեղեցու հայրերն են գրել սրա մասին, նա չէ գովելի, ով գեղեցիկ մարմին ու մաքուր հանդերձ ունի, այլ որ ախտավոր ցանկություններից ազատ սիրտ ունի, որովհետև գեղանձն մոլին դամբարանի նման է, որ դրսից վայելուչ է երևում, բայց ներսից լի է նեղությամբ։ Այո, նրանք վերցրել են Հիսուսի խոսքերից։ Դուք դրսից մաքուր եք երևում, բայց ներսևանց լիքն եք ոսկորներով մեռելների։ Սերներ, մեղքը նմանացնում եմ ես քաղցկեղին։ Այն մարմին ասվածը մարմին, որ մենք շատ անգամներ ասում ենք հոգին մարմնին հակառակ է, այս մարմնի հետ չի սիրելիներ, որտեղ այս մարմինը սուրբ հոգու տաճարն է։ Այն մարմին, որը մեղքն է, այդ քաղցկեղն է, այդ ռակն է, այդ մարմինն է, որը ունի մետաստազներ, որը ամեն մի մետաստազը նստած է մեր մի անդամի վրա, մեր աչքերի, մեր ականջների, մեր խոսքերի, մեր սրտի, ամեն մի տեղ նստած են, մտած են այդ մետաստազները, որովհետև Հիսուսը, որ ասում էր, քո աչքը հանի ու գցի, չէր ասում այս աչքի մասին։ Հիսուսը խոսում էր, այո, այն ինչ որ ներսից է դուրս գալիս, որովհետև Հիսուսն ասում էր, ներսից են դուրս գալիս չարնայվածքներ, ներսից։ Ղեկավարում է մեր այս մարմնի անդամները, հենց այն մարմինը, որը Աստվածաշունչն ասում է մեղքի մարմին։ Այ հոգին այդ մեղքի մարմնին է հակառակ։ Մեղքին է հակառակ հոգին։ Որ այսօր մեղքը մեր մարմնի մեջ գործելով, այդ անդամները վերցնելով, նախանձով, չարությունով ուզում է մարդուն կործանի։ Փառք Տիրոջը Հիսուս Քրիստոսի համար։ Հիսուս Քրիստոսը մեզ համար եղավ քավություն։ Հիսուս Քրիստոսը մահացավ, վերցնելով մեր բոլորի մեղք իր վրա, դատապարտեց մեղքը իր մարմնում եւ հարություն առավ մեզ արդարացնելու համար։ Հիսուս Քրիստոսն է մեր միջնորդը եւ բարեխոսը։ Եկեք ծափարենք Հիսուսին։ Փառք ես Տեր, որ դու մեր միջնորդն ես ու մեր բարեխոսն ես, որ դու ես այն ճանապարհը, որով մենք ունենք մեղքերի թողություն։ Փառք ես Տեր, փառք ես Հիսուս,
Եվ այնտեղ փարիսեցիները նստած, այստեղ այս տեսարանը Մարկոսը այնպես է նկարագրում, որ մարդիկ այն այնտեղ եկել էին ոչ թե լսելու Աստծո խոսքը, այլ քննադատելու։ Ես չգիտեմ դու ինչի համար ես այսօր եկել այս վայրը։ Չգիտեմ քո դրդապատճառն ու նպատակը, եկել ես քննադատելու, ինչ-որ մի բան բռնելու, ինչ-որ մեկին ասելու սխալ խոսած, սխալ քարոզեց, կամ ինչ-որ մեկին ասելու լնայի նրա պահվածքը ոնց էր։ Այդ նույնն անում էին փարիսեցիները Հիսուսի ներկայության մեջ։ Եվ նրանք իրանց սրտի մեջ մտածեցին, «Էսով է, որ մեղքերի թողություն է տալիս, որովհետև բացի Աստծուց ոչ ոք մեղքերի թողություն չի կարող տալ»։ Իհարկե, Աստված էր Հիսուսը։ Դրա համար էլ կարողանում էր մեղքերի թողություն տալ։ Դրա համար էլ կարողանում էր հռչակել, քո մեղքերը ներված են քեզ։ Եվ այստեղ նաև փարիսեցիներին իր աստվածության մյուս հատկությունն էլ նա ցույց տվեց, որ նրանց սրտի խորհուրդները քննեց ու ասեց. «Որն ավելի հեշտ, անդամալուծին ասել քո մեղքերը ներված են, թե ասել վեր կաց ու գնա քո տունը»։ Գիտեք, փարիսեցիների համար քո մեղքերը քեզի ներված են ասելը ավելի հեշտ էր, բայց որ անդամալուծը լիներ վեր կենար քայլեր, նրանց համար շատ դժվար, շատ բարդ բան էր։ Բայց Հիսուսն ասեց, որպեսզի իմանաք, որ որդին մարդո, այդ որդին մարդո արտահայտությունը, որ մենք հանդիպենք նոր կտակարանի մեջ, ուզում եմ իմանանք, Հիսուսը այնպես չէր ասում որդի մարդո, որտև Եզեկել մարգարեն որդին մարդով մեծատառով, որ գրված ավետարանի մեջ, խոսում էր բեն Ադամի մասին, խոսում էր Մեսիայի մասին, խոսում էր Աստծո ուղարկած դեսպանի մասին, խոսում էր նրա մասին, եւ Հիսուս Քրիստոսը շեշտադրում էր հավատացյալ հրեաներին Եզեկելի ասած բեն Ադամի մասին, մարդի որդու մասին։ Ասում էր, որպեսզի իմանաք, որ այն դեսպանը, որ Աստված ուղարկել է այս երկիր, ունի իշխանություն մեղքերի թողության։ Եվ դրա վառ ապացույցն է վեր կաց ու գնա քո տունը։ Ուրեմն մեղքերի թողությունը շատ կարևոր բան է, սերներ։ Ինչ է տալիս մեզ մեղքերի թողությունը։ Մի քանի բան ես ուզում եմ սրա մասին ասել։ Մեղքերի թողությունով մենք հաշտվում եւ հաղորդակից ենք դառնում Աստծուն։ Եթե ունեք ձեր մոտ Աստվածաշունչ, բացենք Եսայիա մարգարեության 59-րդ գլխի մի քանի համար կարդանք։ Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց։ Կարող ենք իրար հետ միասին ասել. Ահա Տիրոջ ձեռքը չի կարճացել փրկելուց, եւ նրա ականջը չի ծանրացել լսելուց։ Այլ ձեր անօրինություններն են բաժանում ձեր եւ ձեր Աստծո մեջտեղը, որ ձեր մեղքերը ծածկեց նրա երեսը ձեզանից, որ չլսե։ Մեղքերն են ծածկում մեզ, որ Աստված չլսի, թե չէ նրա ձեռքը չի կարճացել մեզ ողորմելուց, եւ նրա ականջը չի ծանրացել մեզ լսելուց, նա չի զզվում մեզ լսելուց, չի հոգնում մեզ լսելուց, բայց մեղքերը պատնեշ են դառնում, որ չհասնի մեր աղոթքը նրան։ Տեսեք 9-12 համարներն ինչ ասում։ Սրա համար իրավունքը հեռացավ մեզանից եւ մեզ չի հասնում արդարությունը։ Սպասում ենք լույսի եւ ահա խավարը, պայծառության եւ ահա մարախուղում ենք ման գալիս։ Կույրերի պես պատն ենք շոշափում եւ աչք չունեցողի պես խարխափում ենք, գլորվում ենք կեսօրին, կարծես թե գիշեր լինի, պարարտների մեջ լինելով մեռելների պես ենք։ Ամենքս մռնչում ենք արջերի պես եւ աղավնիների պես ճրջվում, սպասում ենք դատաստանի, բայց չկա փրկության, բայց նա մեզանից հեռու է, որովհետեւ շատացել են մեր հանցանքները քո առաջին եւ մեր մեղքերը վկայում են մեզ դեմ, որովհետեւ մեր հանցանքները մեզ հետ են եւ մենք մեր անօրինությունները գիտենք։
Եսայան շատ դիպուկ ասում է, որ մեղքը կտրում է մարդուն Աստծո հետ հաղորդակցությունից։ Եթե մարդը Աստծո հետ հաղորդակից չեղավ, խավար է գալիս մարդու կյանքի մեջ։ Մարդը լույսի է սպասում, խավար է գալիս։ Արդարության տեղանորությունն է լցվում։ Փուշ ու տատասկ է սկսում մարդու կյանքի մեջ բուսել։ Ամեն նրանք, ովքեր մի փոքր իրանց հայացքը կտրել են Աստծուց, նրանք գիտեն ինչ եմ ասում։ Նրանք գիտեն ինչ ամայի անապատ են դառնում, երբ որ մի պահ իրանց ձեռքը թողում են Աստծուց։ Մի պահ իրանց աչքերը ուրիշ մեղսալի ցանկություններով է գնում, եւ իրանք հասկանում են ինչքան ահավոր է Աստծուն թողելը։ Դու գիտեք, երբ որ մարդը սկսում է մեղք գործել, հավատացյալների հետ եմ ես։ Եվ որ հավատացյալը սկսում է մեղք գործել եւ դրա համար ինքը չի զղջում, դրա համար ինքը չի խոստովանում, եւ որ խորը ապրում չի ունենում, որ ինքը չար բան արի Աստծո առաջ, եւ ինքը թողում է այդ օրվա մեջ այդ մեղքը եւ չի խոստովանում, այդ մեղքը քարի նման գալիս եւ նստում է իր մեջ։ Եվ 1, 2, 3 եւ այդ քարերով մարդը լցվելով սկսում է ծանրանալ։ Եվ այդ ծանրությունը նրան հեռացնում է ավելի, դանդաղացնում է նրա ընթացքը եւ կտրում է նրան Աստծուց։ Դու գիտեք, որ մարդը, երբ որ մեղք է գործում ու չի զղջում, Աստծո հայտնությունն էլ է փակվում նրա համար։ Ինձանից չեմ ասում։ Ես կկարդամ մի տեղ ու դուք կտեսնեք, որ դա այդպես է։ Գիտեք ինչ եմ նկատել, որ սատանան այս վերջի օրերում հավատացյալ մարդկանց գլխի տակ կարծես փափուկ բարձ է դնում ու ասում է. «Դե Աստված կների քեզ։ Դե Աստված բարի է, Աստված ողորմած է, Աստված հո չի կործանի քեզ, այդքան զոհաբերություն ես անում, այդքան տասանորդ ես տալիս, այդքան ամեն օր ավագույթների ես մասնակցում»։ Ոչինչ, Աստված ներող է, իր շնորհքը առատ է։ Գիտեք, երբ է շնորհքը գործում, երբ որ մարդն ապաշխարում է, երբ որ մարդը զղջում է իր արածի համար, այդ ժամանակ է շնորհքը գործում։ Եվ այսպես սատանան փափուկ բարձ դնելով հավատացյալներին հեռացնում է Աստծուց։ Ամեն սուտ ես խոսում, հա դե սուտ էր էլի։ Բայց այդ սուտը սատանայի հորից է դուրս գալիս։ Այսօր այնքան թեթև ենք շատ անգամներ մեղքերին նայում, սուտ էր, խաբեություններ, հա դե մի հատ հեռախոսով էլ ասա տանը չեմ։ Բայց դրանից հետո դու խորը վիրավորանք ապրում ես քո ներսը։ Խորը զղջում ապրում ես, որ դու վատ բան արեցիր Աստծո առաջ։ Գնում ես իր առաջ, սունկի գալիս ես ու ասում ես. «Ներիր ինձ, Աստված, ես վատ բան արեցի, չկարացի իմ լեզուս զսպեմ»։ Անում ես թե չէ։ Եթե չես անում, իմացի այդ մեղքը, այդ պստիկ սուտը, այդ փոքրիկ աղվեսը սկսելու է ավիրել կյանքդ, ավիրել քո այգին։ Միտեղ ուզում եմ այստեղ կարդալ, մոտս նշել եմ, եկեք բացենք իրար այդ մասին 2 Պետրոս։ Այս համարի մեջ հետաքրքիր Պետրոսը նկարագրում է, որ Աստված բաներ կա, որ չխնայեց։ Դա գրած է 2 Պետրոս 2 գլուխ 4 խոսքից, որովհետև եթե Աստված այն հրեշտակներին, որ մեղանչեցին, չխնայեց, այլ խավարի կապանքով Տարտարոսը գցած դատաստանի համար պահել տվավ, եւ առաջի աշխարհն էլ չխնայեց, այլ Նոյին, որ 8-րդն էր, այն արդարության քարոզչին պահեց, երբ որ ամբարիշտների աշխարհը վրա ջրեղեղացեց, եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքը մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, հետո եկող ամբարիշտներին օրինակ դնելով եւ փրկեց արդար Ղովտին, որ անօրենների անառակ վարմունքով ցանցրացել էր, որովհետև այն արդարը նրանց մեջ բնակվելով, տեսնելով եւ լսելով օրեցօր իր արդար հոգին տանջվում էր նրանց անօրեն գործերով։ Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձանքից եւ անիրավներին պահել դատաստանի օրվա համար, որ տանջվեն,
Ում համար էր գրում այս խոսքերը Պետրոս առաքյալը։ Գրում էր հավատացյալ ժողովրդի համար, սիրներ։ Եվ մեր միտքը ստապեցնում էր Պետրոսն ու ասում էր. եթե Աստված հրեշտակներին չխնայեց, եթե հին աշխարհը իր ստեղծագործությունը չխնայեց, եթե Սոդոմ Գոմոր քաղաքները չխնայեց, չի խնայի ամեն անօրենություն սիրողին եւ գործողին, թեկուզ որ այդ մարդը այսօր Հիսուս անունն է կանչում։ Առակացի մեջ Առակաց 28:13 գրված այսպիսի խոսք. իր հանցանքը ծածկողը չի հաջողվի, բայց խոստովանողն ու թողողը ողորմություն կգտնի։ Ինչ ասում, ով որ իր հանցանքը ծածկում է, հա դե ոչինչ էլի, Աստված ներող է էլի, հաջողություն չի գտնի, ողորմություն չի գտնի այդ մարդը, ով որ ծածկում է իր մեղքը, ով որ գցում է վաղվան իր մեղքը, ով որ չի ապաշխարում իր մեղքից, ով որ չի զղջում իր կատարածից։ Շատ լավ օրինակ ասում է, հաջորդ ծերունդներին, ամբարիշտերին եղավ սա օրինակ։ Եվ մեզ սովորացնում է Պետրոսն ու ասում է. սիրելի հավատացյալներ, ձեր հոգին պիտի այնպես տառապի, ինչպես արդար Ղովտի հոգին էր տառապում Սոդոմ Գոմորի մեջ։ Եվ որ տեսնում էր այդ անօրենությունը, անարդարությունը, այդ պղծությունը։ Այդպես պիտի քո ներսը արձագանքի, եթե դու Աստծուն ընդունել ես ու լույսի մեջ ես քայլում։ Եթե լույսի մեջ են քայլում, խավարը պիտի ատենք, սիրելիներ։ Եթե Աստծո հետ են քայլում, մենք չենք կարա ուրիշի հետ քայլենք։ Եթե Հիսուսին Տեր են կոչում, չի կարող լինի մի ուրիշը մեզ համար Տեր, որտեղ Հիսուսն ասում էր կամ մեկին, կամ մյուսին։ Հիսուսը պարզ ասում էր ու քարոզում էր, ով որ մեղք է գործում, մեղքի ծառայ է։ Այո, հնարավոր է մեր կյանքի մեջ սայթակումներ լինեն, հնարավոր է գայթակղություններ լինեն, հնարավոր է շատ բաներում չկարողանանք հաղթահարել ու ընկնել։ Դրա համար էլ ունենք բարեխոս երկնքում, բայց բարեխոսությունը սիրելիներ, մեղքերի թողությունը գալիս է այն մարդու կյանքի մեջ, ով որ զղջում է, խոստովանում է ու թողում է դա։ Որովհետև այսպես էր ասում, բայց խոստովանողն ու թողողը ողորմություն կգտնի։ Միայն խոստովանողը չէ, այլ թողողը, մերժողը, ատողը, չընդունողը ողորմություն կգտնի։ Ես հավատում եմ, որ այս մարդուն, այս անդամալուծին, երբ որ բերեցին Հիսուսի առաջ, այս անդամալուծը զղջացել էր իր մեղքերի համար։ Այս անդամալուծը խոստովանել էր Աստծուն իր մեղքերը, որովհետև միայն խոստովանողը կարող է արժանանալ թողության։ Մենք կարող ենք ասել, որ ոչ միայն Հիսուս Քրիստոս փարիսեցիների սրտերը քննեց, այլ նաև քննեց այդ մարդու սիրտը։ Այն, որ իջացնում են այդ մարդուն Հիսուսի առաջ, Հիսուսը քննում էր այդ մարդու սիրտը, որ այդ մարդը զղջացել էր Աստծո առաջ, խնդրել էր Տերների ինձ իմ արարքների, իմ ապրումների, իմ վարքի համար, որ այսքան տարիներ ապրել եմ այսպես։ Դրա համար էլ հենց իջավ Հիսուսի թողության արժանացավ այդ մարդը։ Եթե խոստովանենք մեր հանցանքները, հավատարիմ ու արդար է նա, որ մեր մեղքերին թողություն կտա եւ մեզ ամեն անիրավությունից կսրբի։ Չգիտեմ ովքեր եք Գրիգոր Նարեկացու Մատյան ողբերգությունը կարդացել։ Ես ամեն անգամ, երբ որ կարդում եմ Մատյան ողբերգությունը, միշտ ամեն անգամ կարդալուց մտածում եմ, ես մարդը չի հասկացել միգուցե Աստծո շնորհքի գերազանց մեծությունը։ Ու իրականում այս մարդը սկզբի տողերում, ովքեր որ կարդացել են, սկզբի տողերում ինքը ասում է, դեռ ես չեմ հասկացել շնորհքը։ Կարդակ կտեսնեք, այնտեղ ասում է, դեռ ես չեմ հասկացել։ Բայց այս մարդը հասկացել էր մեղքի ծանրությունը։ Այս մարդը հասկացել էր մեղքը ինչքան ահավոր բան է։ Հասկացել էր այդ ողբերգության Մատյանի մեջ նկարագրում է ու հետագա սերունդերին թողում ու ասում է, մեղքը ահավոր բան է ժողովուրդ։ Մեղքը կասկեղի պես տարածվում է եւ մարդուն տանում կործանման, մարդուն զրկում Աստծո փառքից։
Մարդում զրկում տրամաբանությունից ու բանականությունից։ Աստծո ասում է, որ ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասել են։ Մեղքն է մարդուն բաժանել Աստծուց։ Մեղքն ազդում է մարդու կյանքի բոլոր բնագավառների, ներառյալ նրա խշմտանքի ու տրամաբանության կարողության վրա։ Մեղքի պատճառով է, որ մարդը չի կարող Աստծուն գտնել։ Շատ անգամներ մենք մեղադրում ենք աշխարհում եղող մարդկանց ու ասում ենք, լնա, սրանք հավատացյալ չեն, Աստծուն չեն կարող գտնեն, որովհետև մեղքը փակել է, կուրացրել է մարդու աչքերը, նա չի կարող Աստծուն գտնել։ Միայն մի միջոց կա, որ այդ մարդը կարող է տեսնել եւ հետո գտնել։ Երբ որ խոսքի քարոզությունը ընդունելով հասնի իր սրտին, եւ այս մարդը հասկանա, որ ինքը մեղավոր է, եւ զղջա իր մեղքերի համար, եւ գա թողություն այս մարդու կյանքի մեջ, այս մարդը կընդունի Աստվածահայտնությունը, Աստվածաճանաչողությունը եւ այդ մարդը կգտնի Աստծուն։ Հռոմեացիների 1:21-23 խոսքերում կարդում ենք, որ այն մասին, որ երբ որ մարդիկ փորձել են Աստծուն գտնել իրենց սեփական ջանքերի միջոցով, որտեղ Աստծուն ճանաչելով նրան Աստծո պես փառավորեցին կամ շնորհակալ չեղան, այլ իրանց մտածմունքներում ունայնացան եւ նրանց անմիջ սրտերը խավարեցին, ասելով թե իմաստուն են, հիմարացան եւ անկեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդու եւ թրջունների, չորքոտանիների եւ սողունների պատկերների նմանության պես։ Այո, մարդը ունի այդ հակումը իր արարչին փնտրելու, բայց քանի որ մեղքը մարդու կյանքի մեջ է, փակում է դա եւ մարդը սկսում է ուրիշ տեղեր մանգալ, հնարել, ստեղծել եւ դա տանում է իրան կործանման, որը մենք համարում ենք սա կռապաշտություն։ Տիտոս 1:15-ում նույնպես կարդում ենք. ամեն բան սուրբ է սուրբերին, բայց պիղծերին եւ անավատներին ոչ մի բան սուրբ չէ, այլ պղծված է նրանց միտքը եւ խորհուրդները։ Այստեղ պարզ տեսնում ենք, որ նույնիսկ եթե մարդիկ գիտեն, որ Աստված գոյություն ունի, սակայն իրենց մեղքերի պատճառով չեն կարողանում գտնել նրան, այս պատճառով կարիք կա Աստվածաշնչյան հայտնության, որպեսզի մարդը կարողանա Աստծո մասին ճշմարիտ գիտությանը հասնել ու նրա հետ հաղորդակցվել։ Դուք տեսնում եք ինչքան կարևոր է ավետարանի քարոզչությունը այսօր։ Ինչքան կարևոր է, որովհետև սիրելիներ ուրիշ միջոց չկա։ Ավետարանի քարոզչության միջոցով է, որ մեր մեջ հավատք է սկսում առաջանալ։ Ավետարանի քարոզչության միջոցով է, որ մենք հասկանում ենք, որ մենք մեղավորներ ենք եւ որ ընդունում ենք այդ խոսքը։ Եվ նաեւ ավետարանից է, որ մենք հասկանում ենք, որ մեր մեղքերին թողություն կա։ Իսկ եթե հանկարծ ես չընդունեմ, իսկ եթե հանկարծ ես ասեմ, դե լավ էլ արդար ապրում եմ, լավ էլ ուղիղ ապրում եմ, դե ամեն կիրակի գալիս եմ պաշտամունքի, ամեն կիրակի երկրպագում եմ, ինչ կլինի իմ հետ։ Ուզում եմ միտեղ Գրիգոր Նարեկացուց կարդալ։ Վայ, երբ սպարվի յուղը լապտերիս, զի եթե մարեց չի վառվի այլևս, վայ ինձ բռնելիք այն խուճապահար ու տագնապալի ահ ու սարսափին, երբ առագաստի մուտքը կփակվի, վայ երբ երկնավոր արքայի վճռով կնքված ահարկու սամրկեցուցիչ այս խոսքը լսեմ, քեզ չեմ ճանաչում։ Ես չեմ ուզում այս խոսքը լսեմ, ես քեզ չեմ ճանաչում։ Թեկուզ այս մարդիկ հավատացյալ էին, եկել էին դուռը ծեծում էին, ասում էին բաց մեզ, Տեր, քո անունով այս բաներն են կարել։ Բայց Տերն ասեց, անօրենություն եք արել եւ չեք զղջացել ձեր անօրենության համար։ Մեղք եք գործել ու ծածկել եք ձեր մեղքը։ Անօրենություն եք արել ու չեք ապաշխարել ձեր անօրենության համար։ Դրա համար էլ գնացեք, ես ձեզ չեմ ճանաչում։ Սիրելի հավատացյալ, իրականում սթափեցնող, զգաստացնող խոսքեր կան ավետարանում, որոնք մեզ զգաստացնում են այսօր, որ մենք ուշադրություն դարձնենք մեր ընթացքին, մեր ճանապարհներին, որ չլինի թե միտեղ Աստծո շնորհքից ետ մնանք,
ցանկություններից հրապերվելով, խաբվելով, մեղ գործելով, հաճելի դառնալով այդ մեղքը, գայթակղվելով այդ մեղքից, աշխարհի ցանկություններով վարվելով, հեռանանք փրկությունից։ Այն վարքենական հաճույքները չարժեն են հավիտենությունը։ Այն մեղքի ահավորությունը, այն մեղքի խայթոցը, այն խեղճի խայթոցը, որ մեղ գործելուց հետո սատանան շատերի խշմտանքի վրա ազդում է նրանց կործանելու համար, միայն թողությունն է, որ ազատում է մարդուն։ Եվ մենք սիրելիներս ունենք այդ ճանապարհը։ Նրա անունը Հիսուսն է։ Սաղմոս 4:4-ում ասում է. «Դողացեք եւ մեղք մի գործեք»։ Այո, եկեք երկյուղենք Աստծուց։ Եթե Աստված չխնայեց հրեշտակներին, հին աշխարհը, Սոդոմն ու Գոմորը, եթե չխնայեց, մեղք գործողին էլ չի խնայի։ Մենք կարիք ունենք ամեն օր ինքնակնություն անելով, գալու Աստծո առաջ, ապաշխարելով ասելու. թող հնչի այդ խոսքը մեր ականջին, թողված են քո մեղքերը։ Թող ես զգամ այն խաղաղությունը, այն թեթևությունը, երբ որ թողված լինեն իմ մեղքերը։ Եվ եթե սիրելիս քո հավատքը չի հերիքում ընդունելու Աստծո խոսքից այդ թողությունը, ապա կան ավակներ, կան հովիվներ, որ կարող ես մոտենալ, իրանց հետ զրուցել, աղոթել, որպիսի այդ թողության ազատությունը զգաս քո կյանքի մեջ։ Երբ որ մարդը իր մեղքերը մարդու թողվում ու ներվում են, մարդը ազատվում է անեծքից, մարդը ազատվում է սատանայի դատապարտությունից, խղճի խայթից, փակվում են դռները անեծքի սատանայի առջև եւ բացվում են օրհնության դռները Աստծո առջև։ Ուզում ես մեղքի ծանրությունից ազատ լինել, ուզում ես, որ մեկը չհայտնվի քո ականջին, ասի, բա դու ես սարել, ո՞նց ես դու ուրիշին սովորացնում, որ դու կարողանաս ազատ լինել այս դատապարտությունից ու ասել, ես ներված եմ Հիսուս Քրիստոսի արյունով։ Ներվում այն մարդը, սիրելիներ, ով որ ճանաչում է, որ ինքը մեղավոր է, ով որ զղջում է իր մեղքի համար, ով որ խոստովանում է իր մեղքը Աստծուն եւ որոշում է կայացնում այլևս չվերադառնալ այդ մեղքին, այս մարդու կյանքի մեջ է գործում աստվածային թողությունը։ Եվ մենք տեսնում ենք անդամալույցի ուրախ վերադարձը դեպի տուն։ Եվ գիտեք, միգուցե այս անդամալույցը ճանապարհին մտածում էր. ինչ լավ էր, որ ես հիվանդ էի։ Եթե ես հիվանդ չլինեի, իմ այս հիվանդությունը չէր բերի Քրիստոսի մոտ, եւ ես մեղքերի թողություն չէի ստանա։ Ինչ լավ էր, որ շատերիս տարբեր խնդիրներ, հիվանդություններ բերեց Քրիստոսի մոտ, որ մենք մեր թողությունը, մեր փրկությունը ստացանք։ Բայց սիրելի ժողովուրդ Աստծո, պիտի պահենք մեր փրկությունը։ Պիտի պահենք մինչև Քրիստոսի գալը։ Ինչպես պահենք մեր փրկությունը, ամեն օր Աստծո առաջ ապրելով, ինքնակնություն անելով, եւ եթե ինչ-որ մի տեղում էլ մեղանչել ես, ընկել ես, խոստովանելով, զղջալով, ապաշխարելով, դարձի գալով Աստծուն, որովհետեւ ունենք բարեխոս երկնքում Հիսուս Քրիստոս արդարին։ Այսպես միայն կարող ես ապահովել քո փրկությունը, պահել քո փրկությունը մինչև Քրիստոսի գալուստը։